Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների գոտում տարածքների բաժանման եւ լիակատար հրադադարի շուրջ բանակցությունները ընթանում են հենց հիմա, այդ մասին նա ասել է լրագրողներին Սպիտակ տան օվալաձև գրասենյակում։ Թրամփը հավելել է, որ ռազմաճակատի որոշ հատվածներում արդեն իսկ հրադադար է հաստատվել, այս պահի դրությամբ ամեն ինչ բավականին լավ պահպանվում է, նշել է նա։ ԱՄՆ նախագահի խոսքով Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի հիմքերը դրվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկոյի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների արդյունքում։ Պետք է ասեմ, որ շատ լավ շփում եմ ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ, կարծում եմ, մենք արդեն ունենք համաձայնագրի սահմանները, հուսով եմ դրանք իսկապես գոյություն ունեն, ընդգծել է Թրամփը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն ի սկզբանե կողմ է եղել Ռուսաստանի հետ պատերազմի անհապաղ դադարեցման առանց որևէ նախապայմանների, սակայն ակնկալում է տեսնել նաև գործնական քայլեր։ Զելենսկու խոսքով առաջին եւ սկզբունքային քայլերից մեկը պետք է լինի քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է այդ մասին Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան այժմ կազմում է այն օբյեկտների ցանկը, որոնք առաջնահերթ պաշտպանված պետք է լինեն նման հարձակումներից։ Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքը ցույց կտա, թե որքան լուրջ են հակամարտող կողմերի խաղաղության հասնելու մտադրությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Թիու Ուիտքովը մարտի 21-ին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Կարլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն չընտրված է համարում, հետևաբար չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել։ Ուիտքովն էլ նշել է, որ լիովին վստահ է, Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայցի ժամանակ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ ավելի քան 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, Ուկրաինայում տիրող իրավիճակի, նաև Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ հարցեր։ Մենք ուսումնասիրել ենք որոշումների կատարման արդյունքները, որոնք կայացվել են երկու այցերից հետո՝ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փհենյան։ Լրագրողների հետ զրույցում նշել է Շոյգուն, նրա խոսքով քննարկված այլ հարցերի թվում են եղել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև շփումները եւ երկխոսության մեկնարկը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, նաև շատ այլ հարցեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տարբեր տարածաշրջանների եւ մասնավորապես կորեական թերակղզու անվտանգության խնդիրներին։ Արցունքաբեր գազ ջրցան մեքենաներ, բախումներ, ոստիկանության հետ իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվում նախագահ Էրդողանի հիմնական մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իշխանություններն արգելել են հանրահավաքները, փակել գլխավոր հրապարակներն ու երկրով մեկ հավելյալ ոստիկանական ուժեր տեղակայել, սակայն հազարավոր մարդիկ շարունակում են դուրս գալ փողոցներ։ Երկրի երրորդ ամենամեծ քաղաքում արևմտյան Իզմիրում ջրցան մեքենաներ են թիրախավորել ցուցարարներին։ Մայրաքաղաք Անկարայում բախում է եղել ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ ու հատուկ միջոցներ են կիրառել։ Ըստ ներքին գործերի նախարարի 53 մարդ կալանավորվել է, 16 ոստիկան վնասվածք ստացել։ Իշխանությունները 5 օրով արգելել են ցույցերն ու հանրահավաքները։ Չնայած իրավապահների ճնշումներին ցուցարարները 3 Իզմիրում միահամուռ պատ են կազմել ջրի չդադարող շիթերի դեմ հրաժարվելով հեռանալ։